Սադրանիկի ներսում ինչ-որ կռի չեմ անում, ինչ-որ ինձ ասեցին։ Ես խնդրում եմ, էլ ես շատ զգայուն թեմա է, եւ Գյամ ջան, կներես այնտեղ այդ հարցը կրկորված է, բայց սենց դարձնել թիրախային բան անհարմար է։ Որ լրատվամիջոցը հրապարակում Չկա լարվածություն, չկա լարվածություն։ Մի փոքր, բա ինչ եք ասում, սենց զգայուն թեման շարք է երկրում։ Ծնողը ինքն էլ է երեխա կորցրել, իրանք էլ են կորցրել, բայց այդ մենք իրար մեջ կհարթենք, պետք չի որ դա դարձնեն, մի հատ սենց ինչ-որ մի հատ։ Գյուղամ ջան, հիմա ինձ նոր զանգում են, ասում են, վայ, արդեն ինձ այնտեղ խեղդել են, ամոթ է։ Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե խեղդվելու, հավաքվել ենք խնդիրներ լուծելու, ու այստեղ ամբողջ պետական ուժային մեքենան այստեղ այդ հարցերի լուծումները գտնելու համար եւ թերությունները վերացնելու։ Իմ ասածը հետեւյալն է, սրապես զգայուն թեմա գոյություն չունի։ Եվ այստեղ իրականում մենք թերացումներ ունենք եւ թերացումների հետևից են գնում։ Ես ափսոսում եմ, որ գուցե այս ծավալի sense երկրորդ փուլն ենք անում, որտեղ եւ քնչական մարմինները եւ դատաբժշկական փորձակնությունը ծավալները շատ մեծ են եղել։ Ուզում ասեմ, այս ծավալների մեծությունը պետք է չխանգարեր որակական ցուցանիշներ, որտեղ ծնողներն ինչի են դժգոհ, ասում են հիմնավոր ապացույցներ տվեք, որ ես վստահ լինեմ ում եմ հողարկավորում, այդ է սա խնդիրը։ Դուք աննախորդ անգամ էլ նման մի հայտարարություն էի Կարե Պանքոչյան կապված մասնուկտե մասով եւս եկել էին ազգային ժողով եւ դրանից պարզաբանում էին ես պարզաբանումը տվեցի, նույն խնդրի առաջ այսօր մեր գործընկեր Գեգամ Նազարյանն է կանգնել, բայց ես ընդհանրապես շատ անվնաս բան էի ասել, ինչ էի ասել, որ կա հնարավորություն, պարոն Աբազյան արդեն համապատասխան հանձնաժողովի նախագահի հետ ունեցավ քննարկում, որտեղ ունեցանք հնարավորություն գոնե որոնողական աշխատանքներ անելու, բայց պարզվեց թեման այնքան զգայուն է մեր ծնողների մոտ, որտեղ ասում են դուք մի ասա, որ իմ երեխայի մասունքն ես փնտրելու, ասում են գնա իմ երեխուն մանարի։ Ես ուղում տվեցի այդ հանդիպումից հետո եւ ասացի, այո, մենք պետք է փնտրենք ողջերի մեջ, չգտնելու դեպքում, բայց ունենանք հնարավորություն փնտրել նաեւ մասունքները, այսինքն մենք ամբողջ ծավալով մենք պետք է չժխտենք, որ կարող է ողջեր ման գանք։ Ուզում ասեմ, այստեղ միանգամից լարվածությունը պետք է դնել մի կողմ եւ անցնել գործական փուլ, որտեվ նայեք, գերիների հարցը շատ բարդ թեմա է, մինչեւ հիմա Գազայի հատվածում Իսրայելը, մյուսները իրար կոտորում են, բայց գերին չեն տալու։ Պանքոչյան մի հարցերի նախորդ անգամ նորից ամերիկացիների հարազատները կառավարության մոտ են եւ իրենց դժգոհության պատճառն է այդ անգամ հայցերի հետ քաշումն է միջազգային էջերից, այստեղ քննարկվում է այդ թեման։ Չէ, այստեղ այդ թեման չի քննարկվում եւ այդ թեման այս ձևաչափի մեջ չի։ Բայց այդ թեման կա, ես ընդունում եմ, բայց հիմա հայցերի հետ քաշման թեման էլ խոսվում է, բայց դա իրականություն չի։ Ես ասեմ Այն բոլոր հարցերը, որոնք լուծում չեն գտել, հիմա հավաքվել ենք եւ փնտրում ենք լուծումներ եւ գտնում ենք։ Այստեղ բոլոր պաշտոնները, որոնք թերացել են, տեսեք, քնչական կոմիտեի նախագահը փոխվել։ Իհարկե նոր նախագահը բաներ կա, որ ինքը չի տիրապետում։ Չի տիրապետում, մեկ ամիս ժամանակ տվեց Պանքոչյանն իրեն, որտեղ ըստ էության առաջին հանդիպման ժամանակ ծնողները մեծ հեծրություն նշում էին, որ թողվել են շատ բաներ չի տիրապետում, մեկ ամիս ժամանակ։ Բայց ես հայտարարություն տվեցի, արեցի, որ աշխատանքի ընթացքում մենք կազմել ենք արձանագրություն։ Ինչ արձանագրություն, տեղեկանք։ Այդ հետագծի հետ կապված։ Այդ տեղեկանքը շատ կարևոր փաստաթուղթ էր։ Եվ մեր փորձագիտական խումբը Պաշտպանության հանձնաժողովի շատ մանրակրկիտ ամեն ասած բառը արձանագրվել ուղարկվել էին այն հասցեներով, որտեղ հիմա գերատեսչությունների ղեկավարները ստացան։ Այսինքն արտադրության նախարարություն, քնչական կոմիտե եւ այլն։ Եվ այդ տեղեկանքի հիման վրա մենք կազմակերպել ենք երկրորդ քննարկումը։ Էլի կազմվելու է տեղեկանք, որտեղ ամեն ասած բառը եւ ամեն մի արտահայտություն ֆիքսվում է, որտեղ դրա հետևում կա արված կամ չարված գործ։ Արվածը պետք է դրվի մի կողմ, դա պետք է բավարարի ծնողներին։ Եվ ունենք 171 թե 172 տեղեկանքի մեջ անցած ուղի, դա ինչ է նշանակում, որ քնչական մարմինները կատարել են աշխատանք, որտեղ A կետից B կետը, որտեղ խզվել է կապը, քնչական գործողությունների միջոցով կարող ենք իմանալ որտեղից սկսենք փնտրել ողջ կամ մահացած մեր զինվորներին։ Եվս մեկ անգամ ցանկանայի շատ ծնողները ձեզ խորհուրդում են, որ չկրկնել որ արտահայտությունը մի ասեք, որ մեր երեխաները չկան, մահացած են։ Ես ասեմ, ես համախոհ եմ իրանց այդ տեսակետի հետ, որովհետև քանի ծնողը չի համոզվել, որ այն դիակը ԴՆԹ անցած մի քանի փորձակնություն կասկածներ ունի, բնականաբար մենք պարտավոր ենք փնտրենք ողջերի մեջ։ Կարող է գերեվարված լինեն, շատ տարիներ են անցել, իհարկե հավանականությունը տարին տարու վրա փոքրանում է,
բայց աշխատանքների կազմակերպման համար ստեղծված է հանձնաժողով եւ այդ հանձնաժողովը ղեկավարում է ոչ ավել ոչ պակաս ազգային ավտոմատական ծառայության տնօրենը, բայց մենք շատ լավ հասկանալով այդ զգայուն թեման ինչքան պետքա շատ զգուշ ամեն բառը ասել, որովհետեւ տեսակ մի փոքր սխալ չէ, ճիշտ բառ է, բայց այդ ճիշտ չի, որ միշտ պետքա այդ բային ասել, որովհետեւ միանգամից իրենց մոտ արթնանում է, այսպես ոնց թե կորցրեցինք մեր երեխային, չէ, պետքա միշտ փնտրել, բայց այն ինչ որ հայտնաբերում ենք, պետքա ծանոթը վստահ լինի, որ այդ իր երեխան է, էսա, այսօրվա քննարկման թեման, ուզում ասեմ, որ դա շատ կարևոր է եւ հիմա տեսնենք երրորդ հանդիպման կարիքը կլինի, թե չէ, բայց այստեղ ոնց որ թե շատ կոնստրուկտիվ է գնում եւ կարծում եմ, որ ծանոթները տալիս են ունեն հնարավորություն բոլոր հարցերը տալ եւ պաշտոնյաները բոլորը նստած են։ Իհարկե նախկին պաշտոնյաներից երկուսը բացակայում են եւ չեն կարող լինել, որտեղ պաշտոն չեն զբաղեցնում։ Պարոն Քարամյանը եւ դատաբժշկական փորձը։ Հանդիպումից հետո պարոն Քոչարյանը ստեղծան նրանք այլևս չեն պաշտոնավորում հայտնի պետաիրավական, երբ որ արդեն ուժային կառույցների ղեկավարներին էիք հրավիրել։ Քնարիք, դու արդեն կարար Պարոն Քոչարյան, պարզապես որ դուք միշտ հրավիրում եք, ստացվում է պես որ դուք շարունակում եք պաշտոնավորել, բայց իրենք չկան։ Այսպես ստացվում է։ Այդ հարցը հիմա տվեք ձեզ։ Չէ, Ես ընդհանրապես կազմակերպել եմ լսումներ, ընդ որում առաջին անգամ ազգային ժողովում բոլոր ուժայինները եկել են հաշվետվողականության տեսանկյունից, ներկայացրել են հաշվետվություններ։ Հիմա այդ ընթացքում որ падգամավորը զեկուցով հանդես եկողների հետ ոնց է հարաբերվում, փորձել են կառավարենք։ Դուք եք հրավիրել, չէ, պարոն Քոչարյան։ Բա ով հրավիրել, եթե պաշտպանության եւ անվտանգության մնացին, դուք մնացիք, հարցը սրանով։ ուզում եք ասել գնամ։ Այդ դեպքում այս լսումները բավ պետք է կազմակերպել։ Պարոն Քոչարյան, Խոսքը դրա մասին չի, խոսքը ազգային ժողովի առաջ ուժային կառույցների հաշվետվողականության մասին եւ դա դարձավ իրականություն։ Դա բոլորը ընդունեցին։ Պարզապես վեճ գնաց գլխով տատախազը վերևում պետք է լիներ թե ներքևում։ Այդտեղ տեսակետները կիսվեցին։ Ես կարծում եմ ոչ ներքևում։ Պարոն Քոչարյան, վերջին անգամ Հիմա վերևում պարոն Սիմոնյանն ու ես։ Փաշինյանը մտավ ազգային ժողով, լրագրողները իրենց նրան նամակ էին հանձնել, դուք դա եք ընթացնական։ Չէ, չէ։ Չէ։ Քննարկել է։ Չէ, հիմա այստեղ չի քննարկվում։ Հասկանում եմ, Բայց եթե ինչ-որ տեղեկություն ունեմ, ես կարող եմ նաև քննարկել ձեր հետ։ կուսակցությունը չի քննարկել։ Ես կուսակցական չեմ առաջին հերթին, բայց կուսակցությունում քննարկումների մասին տեղեկացված եմ։ Եթե քննարկված լիներ, որպես խմբակցության անդամ եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ունենայի տեղեկություն ձեր հարցին կպատասխանեի։ Շնորհակալ եմ։ Ոչ, ես 2 տարի ղեկավարել եմ Աղետի գոտին, բայց երբ որ կամ փոփվի ամեն ինչ, այն ժամանակ ես իմ պատկերացումներով կկիսեմ ձեր հետ։ Դու մենք հիմա մի վարքյան մի էլ հանքակտուր հարցդ, վաղը ինձ նորից կասեք, պարոն Քոչյանը լրագրողներին թիրախավորում է։ Հիմա չեմ թիրախավորում, հիմա ասում եմ մի վարքյան, այնտեղ ուրիշ հարց է, քո հարցը լրիվ ուրիշ է, ստեսին